Բարի երեկո, դուք դիտում եք Ամեքլուսի IPF Plus հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վալինկինը մի քանի օր առաջ հայ լրագրողներից պահանջեց ցույց տալ մի փաստաթուղթ, ըստ որի իր երկիրը զենք է վաճառում Ադրբեջանին։ Կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը կարճ մեկնաբանություն տվեց։ Ակնհայտ է, որ դրան պիտի Հայաստանում դեսպանը չպատասխանի, Ռուսաստանին դրան պատասխանող այլատյաններ կան, որոնց առջև այդ հարցերը բարձրացվում են։ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սեֆիլյանը իշխանություններին առաջարկում է չստել ժողովրդին քարոզիա պատերազմի հետ կապված տեղեկատվություն ներկայացնելիս, մասնավորապես կորցրած եւ հետ բերած տարածքների վերաբերյալ։ Այնինչ կա փաստացի կետի վրա աշխարհի համար բարձ է, հակառակորդի համար բարձ է, իսկ միակ անդեղյակը իրականությունից մեր ժողովուրդն է։ Ցավալին այն է, որ մենք այսօր միայն հյուսիսային հատվածում ունենք 7 միլիոն մետր քառակուսի կորուստ։ Հայաստանին $30 միլիոն վարկ կտրամադրվի։ Գործադիրն այսօր հավանություն տվեց Հայաստանի եւ Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրած էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր վարկային համաձայնագրին։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ վարկի մարման ժամկետը 25 տարի է, 14.5 տարին արտոնյալ։ Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակը այսօր նրա հարազատները նշում էին առանց նրա։ 3 տարի առաջ կյանքից հեռացավ արվեստի նվիրյալը, որը դաստիարակել էր կոմպոզիտորների մի քանի սերունդ։ Ամեքլուսը նրա հետ զրուցել է մահվանից մի քանի ամիս առաջ։ 90 տարին բոլորած կոմպոզիտորը իր խոհերներ կիսում ոչ միայն արվեստի, այլև արդեն պատմություն դարձած խորհրդային ժամանակների մասին։ Մարդկության պատմության մեջ սովետը անակնկալ սիստեմը եղել է ժողովրդի համար, հարկավոր էր խմբագրել ռեժիմը։ Ժամանակն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն, նման հայտարարությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Մեր երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ Վիեննայում։ Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը եւ վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը, ասված է հայտարարության մեջ։ Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վերսկսելու հնարավորություն կա, այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում Հայաստանի կողմից չի լինի։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Կան հնարավորություններ նստելու բանակցային սեղանի շուրջ։ Հայաստանը պատրաստ է, իսկ Ադրբեջանին դեռևս վերադարձնել դժվար է, ասել է քաղաքագետը։ Արտաքին գործերի նախկին նախարար պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրել է, որ Հայաստանի 3 նախագահների օրոք էլ մոտեցում է եղել, որ երբ հարձակման ենթարկվի Լեռնային Ղարաբաղը, լինի պատերազմական իրավիճակ, Հայաստանը պատրաստ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել։ Ես գտնում եմ, որ եթե այս քարոզիա պատերազմը իսկապես պատերազմ էր, ապա ապրիլի 3-ին պետք էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նշել է նախկին արտգործնախարարը։ Օրվա լրահոսը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակը իր կուսակցապետի ձևակերպումներն է տեսել։ Էդուարդ Շարմազանովը անդրադառնում է համանախագահների առաջարկին Վիեննայում հաջորդ շաբաթ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում հրադադարի ամրապնդման եւ վստահության ուղիներ գտնելու համար։ Նախագահ Սարգսյանի արձագանքը օրենքով սահմանված կարգով ժամկետներում նախագահի աշխարհակազմը տեղեկացնի հանրությանը։ Իսկ Սերժ Սարգսյանը բանակցությունների վերսկսման համար առաջադրել էր 3 պայման՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, միջազգային հանրության կողմից հասցեական հայտարարություններ եւ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի։ Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նաեւ նշել են, բանակցություններում չի կարող լինել որևէ առաջընթաց, եթե բռնությունները շարունակվեն շփման գծում։ Տեսնում եք, այսօր խնդիր չկա նոր փաթեթի մասին, բանակցությունների լուրջ փաթեթային իրականացնելու մասին խոսքը գնում է բացառապես այն առաջարկների վերաբերյալ, որի մասին խոսել է հանրապետության նախագահը։ Պարոն Շարմազանովը անդրադարձավ նաև արտաքին գործերի փոխնախարար Շավարժ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ինքը անձամբ կողմնակից է, որ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ զենքի էմբարգո կիրառվի։ Շավարժ Քոչարյանը պատահական մարդ չէ, շատ լուրջ քաղաքական գործիչ է, հայրենասեր անձնավորություն է, իմ ավագ ընկերն է եւ շատ
հետաքրքիր կարծիքի արտահայտել։ Նա եւս մեկ անգամ հիշեցնում է Հայաստանը խաղաղասեր երկիր է, սակայն քանի դեռ Ադրբեջանը զինվում է, Հայաստանը պետք է առաջնորդվի, ուզում ես խաղաղություն, պատրաստվի իր պատերազմի սկզբունքով։ Դժբախտաբար մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ունենք երկու հարևաններ, եւ Հիտլերի ու Մուսոլինիի նման Ալիևն ու Էրդողանը իրար հետ մրցույթ են կպել, թե ով է ավելի ֆաշիստ ու նացիստ։ Իդեպ կառավարության հրավիրած ազգային ժողովի արտահերթ նիստը ավարտվեց։ Ազգային ժողովը ընդունեց քննարկված բոլոր նախագծերը։ Քարորիա պատերազմը ստիպել է կառավարությանը վերաիմաստավորել իր աշխատանքները։ Մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք քննարկության առավել խիստ ռեժիմի։ Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ։ Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա։ Դրանց շրջանակը փոքր չէ։ Գործողումները, ներկայացական ծախսերը, վերանորոգումները, ծառայական մեքենաները եւ այլն։ Վարչապետը առաջարկում է կրճատումներ անել նաեւ պետական կառավարման համակարգում։ Մոտեցումների արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն, պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ, բայց այսօր Արցախի եւ այլ հայրենիքի արժեվ ծառացած անվտանգության խնդիրները այլ են։ Հովիկ Աբրահամյանը կոչի անում պայքարել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, ընդունելով, որ հետեւողական չեն եղել այս խնդրի բացահայտման հարցում։ Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա։ Էկոնոմիկայի նախարարը մենաշնորհների վերացման համար կարևոր է համարում բաց շուկայի ստեղծումը օրենսդրական կարգավորմամբ։ Երբ մենք խոսում ենք մենաշնորհի առաջացման մասին, առաջնորդում պետք է քաջ գիտակցենք, որ եթե շուկայի մուտքը լինի բաց, ապա դա նշանակում է, որ մրցակցային միջավայրը կարող է ձևավորվել շատ արագ։ Քարորիա պատերազմը ստիպում է նաև կառավարությանը օրենսդրական փոփոխություններ անել աշխատանքային օրենսգրքում, կամավոր սկզբունքով սահմանագից մեկնողների աշխատանքային իրավունքները օրենքով կպաշտպանվեն։ Այդ աշխատողների համար սահմանել աշխատանքային լրացիչ երաշխիքներ, աշխատատեղի պահպանում եւ կողմերի համաձայնությամբ վարձատրության կազմակերպում։ Վիրավորված զինծառայողների արտերկրում բուժման հարցը քննարկումների թեմա է։ Նրանցից երկուսի Ռուբենի եւ Արամի ծնողները պնդում են, թե իրենց զավակները արտերկիր մեկնելու կարիք ունեն։ Կառավարությունը չի ընդունում դա։ Հայաստանում հնարավոր է բուժման այն եղանակները, որ իրանք տեսնում են արտերկրում։ Պետությունը պարտավորվում է արտերկրում բուժում ապահովել միայն այն դեպքում, երբ դրա իրականացումը Հայաստանում անհնար է։ Նորաշեն 2007 ընկերության գործունեությունից տուժած քաղաքացիները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Նրանք Աջափնյակ համայնքում նորակառույց շենքերում տարիներ առաջ բնակարաններ են ձեռք բերել, սակայն այդպես էլ սեփականատեր չեն դարձել, նույնիսկ դատական գործընթացներից հետո։ Շենքը պատկանում է Արսեն Ավագյանին, դեպուտատ, հիմա չգիտեմ ինչ պաշտոն է զբաղեցնում, իրեն դրածո Արտաշես Մելիքյանը, այդ շենքը վերցրել է իր ձեռքի տակ։ Աշխարհումների մեջ է նախկին հարկայինի իրավաբանական վարչության պետ Ռազմիկ Ավագյանը, որը 4 անգամ ավտոմեքենաներ է տվել, արտասահմանյան ջիպեր, չգիտես, մերսեդեսներ է տվել կոոպերատիվի նախագահին, շուկայական գնից մի 50% բարձր գնով, այս $30,000 մեքենան $48,000 է հաշվել, տվել մեր բնակարանը տարել։ Բնակիչները մեղադրում են նաև ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին եւ նրա ամուսնուն կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանին։ Մինչ բնակիչները բողոքում էին նրանցից, Դավիթ Բեգլարյանը դուրս եկավ շենքից, փորձեց բնակիչների ձեռքից խլել այն ցուցապաստառը, որի վրա նկարված էր Հերմինե Նաղդալյանը։ Ես տարի թաղ եմ ապրում։ Մեր տները գողացել են քիչ, հիմա պլակատն է գողանում։ Ժամանակին էլ քնչականում արդեն, գործը կարճել է տվել, անգամ են բանի քնիչի Ջանազյանի երեսին թղթերը շպրտել, թե դու ով ես, որ իմ ասածով հարցերը չլուծես։ Փաստորեն ինքը փորձում էր իր ուժը ցույց տա, որ ինքը ստեղ աշխատում, իրան թվաց թե մենք կվախենանք իրանից։ Մենք ոչ մեկս վախեցող չենք։ Կառավարության շենքի դիմաց Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում էին պահանջում նաև Եկմալյան 4-ից 16, ինչպես նաև Կոնդ թաղամասի նախկին բնակիչները։ Բողոքող քաղաքացիներին կառավարությունից այդպես էլ չարձագանքեցին։
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վարդան Գերավետյանը 2 ամսվա ընթացքում պետք է ազատի Տերյան 23 շենքի իր բնակարանը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ թողեց առաջին դատանի որոշումը տարածքն ազատելու մասին։ Միգուցե եւ չի հրահանգվել կոնկրետ այս գործը, բայց ամենայն դեպս ինչը վերաբերում է Սամվել Մայրապետյանին, ես պնդում եմ, հստակ ասում եմ, Սամվել Մայրապետյանը թալանչի է։ Սամվել Մայրապետյանը պետք է նստի բանտ։ Կառավարության որոշմամբ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ գտնվող Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել են իրացման գոտի եւ ձեռքբերող է ճանաչվել գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող Local Developers ընկերությունը։ Հաստատվեց, որ նախագահը նաեւ ծառայում է Մայրապետյանին, կամ նախագահը պարտավոր է Մայրապետյանին դնի իր տեղը, Քոչարյանին էլ հետը։ Եվ ապացուցի, որ այս երկիրը Քոչարյանից գոնե պրծել ենք։ Գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին, քանի որ բնակիչները բողոք էին ներկայացրել նախագահի վերահսկողական ծառայությանը։ Վարդան Գերավետյանի խոսքերով վերահսկողական ծառայությունը նաև բանավոր էր լսել բնակիչների բողոքը, տեղեկացրել, որ բանակցությունների նոր փուլի համար պետք է խոսեն նաև Սամվել Մայրապետյանի հետ։ Բայց Մայրապետյանից մինչև օրս ոչ մի պատասխան չկա, այսինքն ստացվում է, որ մի մարդու շահը գերակա է մոտ 20 ընտանիքի շահերից։ Վարդան Գերավետյանը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել։ Ի դեպ 20 ընտանիք հրաժարվում է դուրս գալ իրենց տներից, ցանկացած փոխհատուցման դիմաց, համարելով, որ Տերյան եւ Լալայանց փողոցներում գտնվող իրենց տները Երևանի պատմությունն են։ Հայաստանի թեքվանդոյի հավաքականը հարուստ ավարով է վերադարձել Թեհրանում կայացած G1 կարգի խոշոր մրցաշարից։ Սերգեյ Ավանեսովը իր առաջին արծաթե մեդալը նվաճեց։ Մեր թիմը թիմային հաշվարկով գրավեց 4-րդ տեղը եւ բավականին հետ թողեց իրենից Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականներին։ Հավաքականի գլխավոր մարզիչը հատկապես գոհ է իր երկու սաների ելույթից։ 80 կիլոգրամ քաշային Դավիթ Վարդումյանն էր, որը շատ մրցելով իրանցի մարզիկի հետ կես միավորով պարտվեց։ Դա գալիս էր իր անփորձությունից, իր երկրորդ միջազգային մրցումն էր եւ բնականաբար շատ գոհ եմ 68 կիլոգրամ քաշային Սերգեյ Ավանեսովից։ Մեր թիմի միակ մեդալակիր Սերգեյ Ավանեսովը առանց կասկածելու գիտի, թե ում է նվիրելու իր առաջին լուրջ նվաճումը։ Մեդալս նվիրում եմ առաջնագծում կանանց բոլոր տղաներին եւ երկրապահներին։ 20-ամյա մարզիկը, որը 4 տարեկանից մարզում է թեքվանդոյով, լուրջ նպատակներ է դրել իր առջև։ Եվրոպայի մեդալ, արծաթ, բրոնզ կապ չունի, բայց ապագայի մասին իհարկե օլիմպիադա հասնելն է նպատակը։ Ըստ հավաքականի փորձառու անդամ Դավիթ Վարդումյանի Սերգեյ Ավանեսովին մեծ ապագա է սպասում։ Բոլոր մենամարտներն էլ շատ լավ էր։ Նույնիսկ իրանցիք, որ հանդիսանում են ամենալավագույնը այդ սպորտաձևում, շատ ապշած էին։ Հայաստանի թեքվանդոյի հավաքականը ներկայումս պատրաստվում է մայիսին Շվեյցարիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մոտակա 1 ամսվա ընթացքում, սակայն մի կողմից իշխանության, մյուս կողմից քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության միջև չկա կոնսենսուս հիմնական կետերի շուրջ։ Ավելին համաձայնություն չկա նույնիսկ Դաշնակցության եւ ՀՀԿ-ի միջև, վերջինիս դիրքորոշումը շատ ավելի կարծր է եւ անզիջում։ Չնայած ժամանակ շատ քիչ է մնացել, կողմերը չեն շտապում մերձեցնել իրենց տեսակետները։ Օրվա գլխավոր թեման։ Կոնսենսուս չկա, ասում է պատգամավոր Ստեփան Մարգարյանը, իշխանությունը մտադիր չէ օրինակ ընդդիմության հետ բանակցել ռեյտինգային քվեարկությունը չեղյալ համարելու հարցով։ Ռեյտինգային քվեարկություն կոչվածը ինքը շատ ավելի վատն է, քան նախորդ ընտրական օրենսգիրքը, քան նախորդ կարգը։ Ստեփան Մարգարյանը սպասում է, որ հաջորդ տարվա խորհրդարանի ընտրությունները կընթանան խախտումներով, որովհետև հենց այդպիսի ընտրությունների օրենսգիրք է ընդունելու խորհրդարանը։ Բավականին առողջ եւ տրամաբանական առաջարկությունների իշխանությունը ընդառաջ չգնաց։ Պարոն Մարգարյանը որևէ սպասելիք չունի Դաշնակցական Արմեն Ռուստամյանի հայտարարությունից, որ կոնսենսուսի մասով 4+4+4 ֆորմատի բոլոր կողմերը պատրաստում են փաստաթուղթ։ Լևոն Զուրաբյանը նման տեղեկություններ չունի, թեպետ որոշ ազդանշաններ ստացել է։ Առայժմ այդ ազդանշանները բավարար չեն, որ մենք համարենք, որ կարելի է սկսել վերսկսել այդ բանակցությունները։ Հանրապետականները զարմացած են, կոնսենսուս կարծես թե կա, ինչքան հնարավոր է իշխանությունը զիջել է։ Կա հարցեր, կարևոր հարցեր, որտեղ բնականաբար զիջումների չեն գնում։ Սամվել Նիկոյանը չի հավատում, թե ընդդիմությունը կբավարարվի ընտրական օրենսգրքի մեջ արված փոփոխություններով, ընդդիմությունը միշտ էլ քննադատելու է։ Առջև նախընտրական տարի է, իշխանության առաջարկին կողմ քվեարկել դա համարվում է համագործակցության իշխանության հետ,
Հետո քննադատել են, որ նա համագործակցում է Բաղրամյան 26-ի հետ, ինքը ընդդիմադիր չէ։ Սակայն ընտրական օրենսգիրքն ըստ նրա ընդունվելու է, որովհետև ջախջախիչ մեծամասնությունն է կողմ քվեարկելու։ Շատ նաև ընդդիմադիր ֆրակցիաների ներկայացուցիչներ կողմ են քվեարկելու, այդ առումով կարելի է համարել, որ կոնսենսուս կա։ Հովհաննես Սահակյանն ասում է, որ հունիսի 1-ին ընդունվելիք օրենքը դոգմա չէ, միշտ էլ կարելի է այն փոփոխել։ Հունիսի 1 ժամկետը դա սահմանադրորեն իրավական ակտը ընդունելու ժամկետն է, բայց այդ ընդհանուր կոնսենսուսի եզրահանգման գալը դա կարող է լինել մինչև 17 թվականի, ասենք օրինակ ազգային ժողովի ընտրությունները։ Իդեպ պետաիրավական հանձնաժողովի հանրապետական ղեկավարը տեղյակ չի Արմեն Ռուստամյանի հայտարարությունից, սակայն կոնսենսուսի հնարավորությանը հավատում է, միայն թե լրագրողները չխանգարեն։ Այնինչ հուզում է մեր քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին եւ ընդդիմությանը ամբողջապես չի համընկնում նրա հետ, թե ինչ են առաջարկում Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ընտրական օրենսգրքի վերաբերյալ։ Նրանց հետաքրքրությունների ոլորտում է կայուն մեծամասնության խնդիրը, ընտրական օրենսգրքում երկրորդ փուլից առաջ կոալիցիա կազմելու ժամկետային սահմանափակումները, որոնք Հայաստանում առանձնապես չեն քննարկվում։ Ստորագրված ցուցակների հրապարակման բազմիցս հնչած պահանջներին եվրոպացիները մոտենում են վերապահումներով, գտնելով, որ այդ պահանջի ուղղակի կատարումը կարող է հակասության մեջ մտնել անձնական տվյալների պաշտպանության նորմերի հետ։ Եվրոպական կառույցները կոչ են անում ապահովել ցուցակների խելամիտ ուսումնասիրում շահագրգիռ անձանց կողմից հատուկ պայմաններում, ինչը համաձայնեք բավականին միգամած է հնչում։ Եվրոպացիների կողմից անդրադարձ չկա ամենակարևոր խնդրին՝ կեղծ համամասնական ընտրություններին, որոնք իրականում ավելի մեծամասնական են, քան առաջ։ Սրա միջոցով պետական բյուրոկրատիան, ինչպես նաև տեղական մեծահարուստները եւ քրեական տարրերը կապահովեն իրենց մասնակցությունը տեղական ցուցակներում եւ կկատարեն բոլոր միջոցառումները, որոնք կնպաստեն ՀՀԿ հաղթանակին։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկնաս Տիգրանյանը։ Հերիկնաս, Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ կարծես թե հակված չեն միանշանակ պնդելու ցուցակների հրապարակման խնդիրը։ Այո, իրավացի եք նկատել, որ այս վերջին զեկույցում նախագծի հետ կապված համատեղ զեկույցում կար բալանսավորելու տերմինոլոգիաներ օգտագործվել, այսինքն հավասարակշռության բերել տվյալների գաղտնիությունը եւ քվեարկության գաղտնիությունը։ Այս ֆոնի վրա իրենք միանշանակ չէին պնդել, որ ցուցակները ենթակա են հրապարակման կամ արգելվում է նրանց հրապարակումը, այլ նշել էին, որ նախագիծը պիտի ավելի հասանելիություն ապահովի կողմերի համար։ Սա իհարկե մի քիչ ոչինչ չասող ձևակերպում է, բայց նաև իմպերատիվ որևէ պահանջ չկար։ Ձեր վերաբերմունքը, ձեր մեկնաբանությունը։ Կարող ենք մեկնաբանել, որ որևէ արգելք չկա ցուցակները հրապարակելու կամ գոնե այն տարբերակով, որ նախատեսվում էր բանակցությունների ընթացքում բանավոր տարբերակով, դա ավելի խրախուսելի տարբերակ էր, քան այն, ինչը հիմա ամրագրված է նախագծով։ Ուղղակի տալ տեղեկանք առանց ընտրատարածքը նշելու եւ միայն մասնակիցների համարները հերթական նշելու, որը շատ ավելի սահմանափակ հնարավորություն է համադրելու մասնակիցների ցուցակը ընտրողների ցուցակում առկա ընտրողների հետ։ Նրանք նաև վերջին զեկույցում խոսել են դիտորդների սերտիֆիկացիայի եւ թեստավորման դեմ։ Համաձայն եք, որ պետք չի այդ սերտիֆիկատը եւ թեստը անցկացնել։ Միանշանակ ընդունում ենք այդ հանձնարարականը եւ սա առաջին անգամը չէ, որ իրենք այդ պահանջը դրել են։ Այդ պահանջը եղել է նաև խորհրդանական ընտրություններից հետո եւ նաև Սահմանադրական հանրաքվեի զեկույցում այդ պահանջը կար, հանձնարարականը, որ թեստավորումը ՀԿ-ների հասարակական կազմակերպությունների համար որպես դիտորդ գրանցվելու պիտի լինի իրենց կամընտրային, այսինքն իրենք պիտի որոշեն, եթե ուզում են, թե ոչ, բայց օրենսգրքով նախատեսել որպես պարտականություն, դրան նրանք դեմ են եւ արդեն որերորդ անգամ այդ պահանջը կրկնում են, բայց նախագծից այդ դրույթը այդպես էլ չի հանվում, ավելին, եթե նախագծի վերջի տարբերակին ծանոթ եք, ավելի խստացվել է դիտորդական առաքելության համար հավատարմագրվելու պահանջները, սահմանվել են որոշակի արգելապատնեշներ
կանոնադրական խնդիրների տարիներով պայմանավորված եւ այլն։ Եվ մի խնդիր էլ կա տեխնոլոգիաների հարցը, որը ինձ որպես պարզ քաղաքացու այդքան էլ հասկանալի չէ եւ կարծես թե նաեւ ԵԱԿ-ին է այդքան էլ հասկանալի չէ, դա ավելի շուտ խճճում է կարծես թե իրավիճակը, քան օգնում է թափանցիկությանը։ Նույնքան հասկանալի չէ նաև ԵԱԿ-ի հանձնարարականը, թեև դա պարտադիր հանձնարարականներից երրորդն էր, կարծեմ թվը, բայց իրենց ձևակերպումների մեջ էլ իրենք հստակություն առանձնապես չէին մտցրել, երևի գալիս է նրանից, որ այդ տեխնոլոգիաների ներմուծմամբ նախագծում շատ բարդեցված քվեարկության կարգ է նախատեսված, միակ պարզ ընկալելի հանձնարարականը այն էր, որ իմպերատիվ դրված էր, որ պետք է, եթե էլեկտրոնային գրանցման համակարգ է ներմուծվում կամ ընդհանրապես տեխնիկական սարքավորումներ, քվեարկության ընթացակարգը լինի հնարավորինս պարզ, որպեսզի ընտրողը եւ ընտրական հանձնաժողովները չխճճվեն այդ գործընթացի բարդության պատճառով։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկնաս Տիգրանյանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում շտապող պատգամավորներին անհապաղ լքել նիստերի դահլիճը։ Իհարկե, պատգամավորները հենց նրա համար են, որ նրանք պարզապես քվեարկեն, մնացած այդքան էլ հետաքրքիր չէ։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Դահլիճը լքող եւ կարևոր տեղ շտապող պատգամավորներին խնդրում եմ արագ լքել դահլիճը, անաղմուկ։ А теперь уходите. Это мой колодец.